Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Տիկին Ղազարյան, նախ մի փոքր, չգիտեմ, ասեմ հումորից կարող է ծիծաղելի հնչի, բայց հումորով սկսենք։ Երեք Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ այնինչ կատարվում է սահմանադրական դատարանում այս հայցերի քննումը եւ հուլիսի 4-ին վճիռը կարող է լինել այնպիսին, որ օրինակ ինքը լինի վարչապետ, եթե Վարդևանյանը մի փոքր գազ տա իր բառերն եմ ուղիղ մեջ բերում եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն։ Կարող եք երևակայել կամ կռահել ինչի մասին է խոսքը եւ եթե Վարդևանյանը իսկապես գազ տա նման սցենար հնարավոր է։ Նման սցենար հնարավոր չի օրենսդրական իրավակարգավորումների առումով եւ իրավական առումով Սամվել Կարապետյան տգետ է եւ չեմ կարծում թե դա մեկնաբանելու ոնց որ կարիք ունի, քիչ գիտելիքներ ունի, մի քիչ եթե տառերը գիտի կարող է կարդալ եւ ձեռք բերել այդ գիտելիքները, ոնց որ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում էլի այդ ասածները։ Ինչ վերաբերում է գաղտնի պլանին, ես այն բացահայտել եմ։ Գաղտնի պլանը այն է, որ իրենց համակիրների հետ կքննարկեն եւ համակիրները նրանց կպարտադրեն մանդատները վերցնել եւ խելոք գալ ազգային ժողով աշխատել առաջիկա 5 տարիներին։ Այսինքն Տաշիր արենայում այնինչ տեղի ունեցավ հանդիպումը նաև միտված էր դրան, ըստ ձեզ, որ համագիրները այդորեն, որովհետև նախ եկեք հիշենք Սամվել Կարապետյանը իր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ամեն ինչ լինելու է ուղիղ եթերում, հետո բնականաբար համակիրների անկաշկանդ արտահայտվելու համար ուղիղ եթերի խոստումը առ-ոչինչ դարձավ։ Ենթադրում եմ տարբեր նախ պետք է նույնականացնել ովքեր են այդ մարդիկ, ինչպես են իմացել, որ իրենց են ընտրել, մի ուրիշ պատմություն է, լավ ենթադրանք ընտրել են իրենց ու ես չեմ զարմանա, որ վերջում մի հոլովակ կհրապարակեն իրենց հանդիպումներից, որտեղ Տաշիր արենայի հանդիսատեսը գոռում է մանդատ, որովհետև ամեն ինչ տանում է դրան։ Այսինքն կարծում եք ի վերջո այս ուժը վերցնելու է մանդատները գալու է խորհրդարան եւ աշխատելու է։ Այո, եւ քանի որ իրենք նախընտրական շրջանում շատ էին արմատականացրել խոսույթը, իրենց վրա պատրաստ չեն քաղաքական պատասխանատվություն ստանձնել իրենց քաղաքական որոշումների համար, ենթադրում եմ հիմա նոր ընտելանում են, թե ոնց քաղաքականությամբ զբաղվեն, գոնե Նարեկ Կարապետյանի մոտ այդ մղումը եւ ցանկությունը ես նկատում եմ։ Երևի ժամանակ կպահանջվի հասկանալու համար, որ երբ որ քեզ պատվիրակել են որոշումներ կայացնել, պետք է այդ որոշումները կայացնես, ոչ թե գնաս նորից հարցնես արդեն պատվիրակողներից, հիմա ինչ որոշում կայացնեմ, այսինքն եթե քեզ ասել են, ահա, հավաքական իմաստով ժողովուրդը իրենց ասել է գնացեք աշխատեք ընդդիմություն, ոնց է պետք է նորից գնալ այդ նույն հարցը տալ, որովհետև իհարկե քաղաքացիները առանձին քաղաքացիներն ովքեր ընտրության օրը մեզ քվեարկում են, բայց վերջում վերջնարդյունքը ժողովրդի արդեն կամքն է։ Ժողովուրդը իրենց ասել է գնացեք խորհրդարանի ամենամեծ ընդդիմությունը կլինեք, քաղաքացիական պայմանագրին ժողովուրդը ասել է գնացեք կառավարություն ձևավորեք աշխատեք որպես իշխանություն, Հայաստան Դաշնքին ժողովուրդը ասել է գնացեք խորհրդարանի ամենափոքր ընդդիմությունը կլինեք, մնացածներին ժողովուրդը ասել է դուք այս անգամ խորհրդարանում չեք լինելու։ Եվ կարիք չկա նորից գալ։ Պատկերացնում եք հիմա օրինակ բանը, ինչ ասեմ, օրինակ Էդմոն Մարուկյանը իր համակիրներին հարցնի, բա հիմա ինչ անեմ, հավաքի եւ ասի հիմա ոնց շարունակեմ։ Քաղաքական գործիչները ենթադրում եմ այդ հետընտրական շրջան պետք է ինքնուրույն որոշում կայացնեն, թե ինչպես իրենց արդյունքների հետ հարաբերվեն, այդ նույն բանը, նույն վարժությունը անում քաղաքացիական պայմանագիրը, նույն վարժությունը ենթադրում պետք է աներ նաեւ անային մնացած կուսակցությունները, ես հույս ունեմ, որ կուսակցությունները կվերանային իրենց այն մարտավարություն, որոնցով իրենք գնացին եւ նորից գլխով պատին խփեցին, մաշեցին ոմանք, չգիտեմ, մինչև քոքը թե ավելի շատ կամ քիչ եւ ձախողեցին, բայց ես հիմա միացնում եմ հեռուստաալիքները, YouTube-ը դիտում եմ հարցազրույցները եւ տեսնում եմ, որ իրենք ասում են այն նույն բաները, ինչ ասել են ընտրություններից առաջ եւ անում են այն նույն բաները, ինչ արել են ընտրություններից առաջ, ախր դրա հետևանքները մենք տեսել ենք, էլի, ոնց որ այդ խոսեցիր, դա եղավ քո քաղաքական գիծը, քաղաքական միտումը, քաղաքական առաջարկը, որ օրինակ Հայաստան թրքանում է։ Հա Ժողովուրդ ջան, այդ ասեցիք եւ ոնց էր ձեր աջակցություն ստուգեցիք։ Այլ Արամ Վարդևանյանը որոշել է միջնորդել, որ սոցիոլոգիական հարցումները բերեն սահմանադրական դատարանում որպես հիմք, որ
չէր կարող այս արդյունքը լինել։ Ամենահավաստի սոցիոլոգիական հարցումը ընտրություններն են, անցկացրինք, իմացանք պատկերը, Ժորժ ջան, Գելապի սոցիոլոգիա։ Ձեր աջակցությունը այդքանն է, ոնց բաց, ես չգիտեմ ոնց բացատրեմ այդ մարդկանց։ Օրինակ, բան է, երեք քաղաքական գործիչներից մեկը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներից մեկը հարցազրույց է տալիս, ասում է մենք ոնց որ չկարողացանք հաղթել ընտրությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեր մասին ասում էր, որ մենք Ռուսիա ագենտ ենք։ Եվ ասում այնքան ասել ռուսական գործակալ մարդիկ լսել են եւ որոշեն, որ մեզ չընտրեն, որովհետեւ դա ազդել է մարդկանց վրա։ Ես ուզում եմ ոչ թե այդ քաղաքական գործիչի, այլ մեզ լսող մարդկանց համար պատմել, որ քաղաքականությունը միմյանց վրա ազդելու մասին գործընթաց է։ Նույնիսկ եթե այս տրամաբանությունը ճիշտ է, մենք միմյանց բաներ ենք ասում, մարդիկ լսում են եւ ազդված այդ ասածներից գնում են ընտրություն են կատարում։ Ցանկացած օրինական ազդեցություն, այսինքն խոսքի մակարդակում, քաղաքական հայտարարության մակարդակում ազդեցություն օրինական է, ապօրինին ընտրակաշարքն է, ապօրինին մարդկանց կամքի վրա ազդելն է ապօրինի միջոցներով, այսինքն չի կարելի գալ եւ բանը հանրայնորեն վիճարկել օրինական ազդեցությունները, ել չեմ ասում, որ այդ ամբողջ նախընտրական շրջանում իրանք էլ ոնց որ Նիկոլ Փաշինյանի եւ ինձ եւ մեզ բոլորիս ասում են Թուրքիա ագենտ է, իրանց տրամաբանությունը որն է, որ ժողովուրդը մտածեց, ասեց ոնց որ եկեք այս ընտրություն կատարեմ, Ռուսի եւ Թուրքիա ագենտի միջև ընտրենք օրինակ է։ Հա, ասենք բացառիկ հիմարություն է, էլի որպես ոնց որ քաղաքական բողոք, այսինքն ինքը ինչ է ուզում հասցնի ընտրողներին, իր ընտրողներին, մեր ընտրողներին, որոնցից ոնց որ որպեսզի ինքը կարողանա հաջորդ անգամ իշխանություն դառնալ։ Ինչ պետք է մեր ընտրողների համակրանք շահի, որպեսզի իր ձայները ավելանան, մեր ընտրողները դառնան իր ընտրողները։ Երբ որ ինքը տենց հիմարություն է ասում կներեք, էլի ոնց է դա աշխատում քաղաքականության մեջ, ես դա չեմ հասկանում։ Բայց նաև այդ հայտարարությունները, այո, քիչ չէին միմյանց նկատմամբ այդ մեղադրանքները։ Ագենտները, չգիտեմ, օլիգարխները, նախկին նախագահները, որոնց երբեմն դուք ասում եք հանցագործներ, ընտրակեղծարարներ եւ այլն եւ այլն։ Ինչու են միջև հիմա մասնակցում որ ընտրակեղծարարության կապակցությամբ 258 մեղադրյալ կա ներգրաված քրեական գործերով, հիմա ինչ է կոչվում, որ իսկ քրեական գործեր պատասխանատվությունը լին վրա վերցնում, չէ, դրա համար ինստիտուտներ կան, այդ ինստիտուտները Կարապետյանն ասում է բժշկացրել եք ուղղակի հակակոռուպցիոնի տեսա այդ ձայնագրությունները։ Այդ ինստիտուտները մենք ստեղծել ենք, այդ ինստիտուտներին տրամադրել ենք բյուջեներ, այդ ինստիտուտների աշխատանքի համար բոլոր օրենսդրական կարգավորումներ կազմակերպել ենք, չպետք է գնամ ես նաև այդ ինստիտուտների տեղ աշխատեմ, ընդ որում հակակոռուպցիոնի Բարակայում ես կարող եմ վստահաբար ասել, որ ես գոհ եմ իրանց աշխատանքից եւ ես նույնիսկ չեմ կարող հստակ ասել նախկինում կաշառքի դեպքեր, ընտրակաշառքի դեպքեր այսքան շատ չեն եղել, թե հիմա իրավապահ համակարգը ավելի լավ աշխատում եւ լավ բացահայտել, էլի, ոնց որ նույնիսկ դրա վերաբերյալ հստակ դատողություն չեմ կարող անել, որտեղ 21 թվականի ընտրությունների ժամանակ ես մարմին դեռևս ամբողջությամբ կազմավորված չէր, օկտեմբերին է կազմավորվում ընտրություններից հետո, բայց երբեմն ոնց որ ինչ որ աշխատանքների դժգոհություն, ինչ որ բաների բերումով իրավապահների կամ ոչ իրավապահների բերումով ինչ որ դժգոհություն է հայտնվում, որի վերաբերյալ ոնց որ ես այդ արձագանք ունակ չեմ էլի, այս դեպքում գոնե կարող եմ արձագանքել եւ ասել, այդ մարդիկ աշխատեն, գնացեք նայեք, տեսեք ոնց են աշխատել, բոլորս պետքա գոհ լինենք այդ աշխատանքից, որովհետեւ լավ են աշխատել, հնարավոր է որոշ մեղադրանքներ հաստատվեն, որոշներ չէ, որոշներից ուշ բաներ պարզվի, որոշները ոնց որ շղթան բացահայտի եւ այլն, դե քննություն ցույց կտա, ես այդ առումով շատ գոհ եմ իրավապահների նախընտրական շրջանում այդ խստացած ռեժիմով աշխատանքից, իսկ ինչ վերաբերում է բժշկացնելուն մեկնաբան չունեմ։ Լավ ասացիք, որ նախընտրական շրջանում արված հայտարարությունները նրա համար էին, որ մարդիկ դրանք լսեն, ազդվեն եւ դրանով նաեւ դրանից ելնելով, բացի ծրագրերը հաշվի առնելով, նաեւ դրանից ելնելով գնան եւ ընտրեն այս կամ այն քաղաքական ուժին։ Հիմա ինչից են ազդվել այն 340,000 քաղաքացիները, ովքեր գնացել եւ ընտրել են ուժեղ Հայաստան ուժը։ Դրա համար որակյալ սոցիոլոգիական հետազոտություն պետք է, ոնց որ ես չեմ կարող դա բան անել, որովհետեւ տեսեք 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեզն է շատ լավ աշխատել։ Հա, բանան, բախեցածն է։ Ես կարծում եմ էականորեն ազդած կարող է լինել այն
ոչ չհնչած, բայց ընկալումը այն մասին, որ Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները ոչ թե բան են ինչ որ կարգավորումների, ցուպիկների, Իրանի մեջ կորից հայտնաբերելու այդ տրամաբանությամբ են պայմանավորված, այլ մարդկանց ընկալումների մեջ փոխկապակցվածություն ա եղել քաղաքական գործընթացների հետ, իհարկե։ Այսինքն ուղիղ Նիկոլ Փաշինյանի հետ է կապված։ Նիկոլ Փաշինյանի հետ եւ դրանց բացում ոնց որ այդ արգելքների վերացումը ընդդիմադիր մեր բնութագրմամբ երրագլուխ կուսակցությունների ընտրվելու հետ դա կարող է էական ազդեցություն ունեցած լինել, ենթադրում եմ, որ էական ազդեցություն կարող է ունեցած լինել ընտրակաշառքների եւ այլն, էլի բաներ կարող են էական ազդեցություն ունեցած լինել, բայց ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր կուսակցության քաղաքական աշխատանքն է հասկանալու, թե ոնց է պատահել, որ օրինակ ինչ որ գյուղում մեր ձայները 4-ով պակասել են պայմանական, կամ ինչ որ քաղաքում մեր ձայները 400-ով պակասել են, կամ ինչ է տեղի ունեցել, որ Երևանում մեր ձայները 23000-ով ավելացել են, եւ ինչ պետք է անել կամ չանել, որպեսզի այդ տենդենսները շարունակվեն կամ փոխվեն, այդ է քաղաքական աշխատանքը, այսինքն ես ուրիշ ինչ ասեմ։ Ճնշումները Տիկին Ղազարյան, անգամ ընտրություններից հետո մենք տեսնում ենք այնպիսի ծավալի ճնշումներ, որ ստիպված է օրինակ Մեդվեդևը հանդես գալ Գագիկ Ծառուկյանի պաշտպանությամբ հայտարարել։ Ուրեմն ես տեսա այդ պետքա այս մեջբերումը անեմ, էլի ես տեսա, որ Սահմանադրական դատարան դիմաց քաղաքական գործիչներից մեկը հայտարարեց, որ հարյուրավոր մարդկանց են գործից ազատել բանի ընդդիմադիրներին աջակցելու համար, հետո ձեր գործընկեր Նարեկ Կարապետյան մարդկանց էր փորձում գտնել հարցնել, դուք ազատվել եք գործից, թե Նարեկ Կիրակոսյանը ձեզ գործից ազատել են ընդդիմադիր հայացքների համար, թե ոչ, վերջը համառորեն ոնց որ շրջելով տասնյակ մարդկանց հարցնելով եւ չհայտնաբերելով, վերջը մեկին հայտնաբերեց, ասես դուք ձեզ ազատել են գործից, ասեց ինչ չէ, բայց ինչ որ ազգականի ազատել են, իսկ ասեցինք որտեղ էր աշխատում, որ ազատել են, ասեց Տաշիր գրուպում էր աշխատում, ազատել են, ասեց բայց չէ որ ոնց որ դա իշխանությունների հետ կապ ունի, այդ քաղաքացին ասեց կապ չունի, քաղաքացին ասեց կապ ունի, դու չգիտես, ուզում եմ ասեմ որ իշխանությունները ստիպել են Տաշիր գրուպին իր աշխատողներին ազատել, որովհետև նրանք Տաշիր գրուպի աջակիցներն են եղել, խառը բան, ինչ որ խառը միտքեր, խառը մտքերի համախումբերը տեղի ունենում, իհարկե այդ ճնշումները խիստ չափազանցված են եւ բոլոր գործընթացները, որը որ տեղի ունենում իրավական են, ներառյալ Գագիկ Ծառուկյանի ապօրինի բիզնեսների կամ բիզնեսների ապօրինի գործունեության հետ կապված գործընթացները, որոնք շատ ավելի վաղուց են սկսել, քան նախընտրական շրջանը, հետընտրական շրջանը եւ ենթադրում եմ մանավանդ Սահմանադրական դատարանի որոշումից հետո շատ-շատերը ովքեր անցնում են ապօրինի գույքի բռնականացման օրենքով ինչ որ բաներով գործերով մի քանի 100 գործ է քննվում որոշեն հաշտության համաձայնություն կնքել եւ 70%-ը վերադարձնելով պետությանը իրենց 30%-ը պահել իրենց ինչպես օրենքն է նախատեսում, որովհետեւ այնուամենայնիվ այդ սպասման շրջանում մարդիկ հույս ունեն որ փոփոխություն կլինի ու իրենք կարողանան իրենց թալանածը պահելու այդ շանսը ստանալ, բայց ամեն դեպքում իրավիճակը այնքան վատ է, այնքան սուղ է, որ Մեդվեդևը անձամբ խոսում է Գագիկ Ծառուկյանի մասին, մենք գիտենք, որ ապրիլին Պուտինը բարձրացրեց իր Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մեկ այլ քաղաքացու մասին մտահոգվեց։ Բայց չգիտենք ով է։ Հա, Սամվել Կարապետյանը օրինակ չգիտի ում մասին է խոսում։ Իրանց ցուցակում 20 հոգի, իրանց կուսակցություն 20 հոգի ուրիշ Ռուսաստանի քաղաքացիներ կան, հետեւաբար կարող է նրանցից մեկ ուրիշ այն մնացած 19-ի մասին է ասել, չգիտենք ով է։ Այդ դեպս սա նորմալ է, որ քաղաքական ուժը, որը երկրորդն է ըստ էության ձայների քանակով, իրենց ցուցակում չէ, ցուցակում չէր կարող լինել կուսակցությունում։ Ենթադրում եմ այդ նկատի։ Մեծ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Քանի որ երկհաղաքացիությունը կուսակցական լինելու արգելք չի սահմանում օրենքով, դա նորմալ է, բայց առաջադրվել եւ ընտրվել չեն կարող այդ մարդիկ։ Եվ ըստ էության ինչպեսի խորհրդարան ենք ստացել, այսպես ասեմ։ Խառը։ Ես մեր խորհրդարանի իհարկե լավատեսություն չի ներշնչում այդ ընդդիմադիր հատվածը, որովհետև դե քաղաքացիական պայմանագիրը արդեն կարելի է ասել Հայաստանի ամենափորձառու քաղաքական ուժերից մեկն է եւ իր քաղաքական հնարավորությունները բոլորս տեսել ենք ու ինձ թվում է շատ տխուր տեսարան է այդքան անփորձ գործիչների հետ նույն հարթակում հայտնվելը կարող է մի քիչ մարդիկ նույնիսկ բան անեն, էլի ոնց որ չդիմանան այդ բաներին, այդ տեսարաններին,
ես այնուամենայնիվ քանի որ ուժեղ Հայաստան որևէ գաղափարախոսություն, սկզբունք, կոնցեպտ, քաղաքական ինչ-որ բան չունի, քաղաքական դիսկուրս լինելու է թե չէ այդ խորհրդարանը։ Ինքը իհարկե ավելի վատ ընդդիմություն է լինելու, քան եղել է Հայաստան դաշինքը, որպես առաջին ընդդիմություն, դե պատիվ ունեմ ընդհանրապես գործի չէր գալիս այդ հետ, որտեղ Հայաստան դաշինքը ինչ-որ բանի ինչ որ առանցք ունի, որի շուրջ հավաքված էր այդ դաշնակցական գաղափարախոսությունը, որի վերաբերյալ ես կարծում եմ, որ խորհրդարանում շատ որակյալ քննարկումներ են եղել մեր ու դաշնակցականների միջև ժամանակ առ ժամանակ բարբերաբար տարիներ ի վեր եւ ես կարծում եմ որ դա դրականորեն ազդել է հանրային դիսկուրսի վրա, հանրային ընկալումների վրա եւ մարդիկ կարող են իրենց բառերով բացատրել դաշնակցականության վնասները, իսկ իրենց համակիրները նաեւ օգուտները, այսինքն նկատի ունեմ դա շատ դրական խոսակցություն ա եղել, բայց ուժեղ Հայաստանի հետ այդ խոսակցություն չի կարող կայանալ, որովհետեւ իրանք շատ այտենց խառը մարդիկ են, ավելի շատ նոյան տապաններ, քան մյուս նոյան տապաններ, ոնց որ իրանց ոչ մի բան բացի Սամվել Կարապետյան փողերից չի միավորում, իսկ ոնց որ Սամվել Կարապետյան փողերի շուրջ խոսակցությունը դժվար որակյալ ստացվի։ Լավ, քանի որ նախընտրական շրջանում ամենաշատ այսպես ասած ձեր խոստումներից այսպես ընկալելին եղել է որ գնացեք մանդատ տվեք մեզ եւ տեր կանգնեք խաղաղությանը ըստ էության քաղաքացիական պայմանագիրը ստացել է մեծամասնություն ստացվում որ հանրության մեծ մասը այնուամենայնիվ կողմ է եւ գնացել է տեր է կանգնել խաղաղությանը այս առաջիկա 5 տարիներին ինչ կունենանք այդ իմաստով միսու այրուն կստանա արդեն այսպես փոքր քայլերով բայց ձևավորված խաղաղությունը ակնհայտորեն եւ ամեն օր դա տեղի է ունենում նույնիսկ ընտրություններից անմիջապես հետո Հիկմետ Հաջիևի այցը Հայաստան եւ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը ակնհայտ դրանշանն է դա տեղի է ամենօրյա ռեժիմով նույնիսկ այսօր բանը ֆիքսեցի որ քաղաքացիները այդ Ռուսաստան դե գիտեք հիմա բենզինի ներմուծման բենզինի եւ նավթամթերքի ներմուծման հարցերով է անհագիստ որտեղ իրանց տեղական կարողությունները վնասվել են այդ ուկրաինական հարվածների բերումով ու դա նշանակելի սպիտի որ լիներ որ Հայաստանում նավթահումքային վառելիքի ճգնաժամ է լինելու եւ կհիշեք սրանց ամիսներ առաջ երբ որ Հայաստանը Ադրբեջանից սկսեց ուղիղ գնումներ կատարել եւ նաեւ Ղազախստանից միջնորդավորված գնումներ կատարել այդ նույն խումբը ինչ բան բացասական արձագանք էր տալիս որ ոնց կարող եք մեր ավանդական գործընկերոջ բիզնես պարտներին փոխարինել մեր ավանդական թշնամու հետ բիզնես գործընկերությամբ սա ինչի մասին է այս պատմությունը շատ կարևոր է ուշադրություն դարձնել դրա վրա որ երբեմն ոչ միայն քաղաքական անհամաձայնությունների պատճառով ինչ որ սահմանափակումներ կարող են լինել այլ նաև ինչ որ աղետ տեղի ունենա եւ եթե դու մի կետից ես կախված այդ աղետը էականորեն ազդի քո հանրության վրա ոնց որ մեզնից անկախած չէ տեղի ունեցել է ինչ որ տեղի ունեցել ռուսական նավթամթերքի շուկայում եւ այն որ մենք ունեցել ենք այդ փորձը, այդ նախապես կանխել ենք այդ մեծ ճգնաժամը, ես համարում եմ դա լավ եւ շարունակում եմ այդ խոսակցությունը Ադրբեջանի հետ, տարածաշրջանի մյուս գործընկերների հետ, ես կարծում եմ շատ դրական է, որ Իրանի փոխնախագահ Հայաստան էր եկել եւ մենք ոչ միայն արևելք արևմուտք ճանապարհը, որը Միացյալ Նահանգների հետ արդեն քննարկում ենք թրիփի երթուղին նկատի ունեմ, այլ նաեւ հյուսիս հարավի կապակցությամբ արդեն Իրանի գործընկերների հետ ենք աշխատում եւ սա այն բանն այն երբ կոնցեպտն է որ փորձում էր բայց չէր կարողանում բացատրել Նարեկ Կարապետյան որ ասում էր պետք է մի հատ թուղթ լինի տակը ստորագրեն Ամերիկան, Ռուսաստանը եւ բանը Իրանը միասին ասեն մենք Հայաստանի անվտանգության երաշխավորներն ենք այդ թուղթը բնականաբար չկա եւ այդ թուղթը լինել չի կարող բնության մեջ հասկանալի պատճառներով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բայց այն որ իրենք երկու երկրները որոնք չգիտեմ Հորմուզ նեղուցում կռվում են բայց Սյունիքի մարզում համատեղ շինարարական աշխատանքներն անում համատեղը մի քիչ չափազանցված է այսինքն նույն տարածքում տարբեր երթուղիների վրա դա ցույց է տալիս Հայաստանի բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքները ինչ վերաբերում է խաղաղության օրակարգի սահմանադրության փոփոխությունների հատվածին որը մեզ համար ներքին խոսակցության մեջ փոխկապակցված չի, բայց արտաքին խոսակցությունների մեջ փոխկապակցված է, արտաքինից երբ որ խոսում են, ես կարծում եմ, որ երկու հնարավորություն էստեղ ունենք, կա հնարավորություն, որ բանակցենք ադրբեջանցիների հետ եւ այդ առանց այդ փոփոխությունների կարողանանք ինչ-որ կերպ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման եւ եթե նույնիսկ պայմանագրի ստորագրման չհասնենք, եթե սահմանազատումը շարունակվի խաղաղության ինստիտուտները զարգանան, ես
հույս ունեմ նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Մենք ակնկալում ենք նաև Թուրքիայի հետ սահմանի որոշ հարցեր, սահմանի բացման հարցեր, որոշ դրական տեղաշարժ, ոնց որ այդ թուղթը կարա եւ չստորագրվի, բայց իհարկե լավ կլինի, որ ստորագրվի, ցույց տալով, որ Հայաստանի քաղաքացիները արդեն իսկ աջակցել են այդ օրակարգին եւ հետեւաբար ոնց որ դրա շուրջ պետք է հավելյալ բաներ դեպի լեվելներ անցնել եւ այլն, ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխության օրակարգին, սահմանադրության փոփոխությունը չափազանց կարեւոր է դատաիրավական համակարգի եւ Հայաստանի ներսում արդարություն հաստատելու համար եւ մենք փորձելու ենք այս օրակարգը առաջ մղել եւ ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք հանրաքվե անցկացնելու ոչ թե, չգիտեմ, ԵԱՏՄ-ի գործընկերների, ոչ թե Ադրբեջանի պատկերացումների, այլ մեր ներքին արդարությունը հաստատելու եւ վերականգնելու օրակարգով եւ տրամաբանությամբ Հայաստանի ժողովուրդը մեզ այնքան քվե տվել է արդեն իսկ, որը այլ հավասար պայմաններում բավարար կլիներ սահմանադրություն փոխելու համար 728,000 քվեն լիովին բավարար է այն ընտրողների քանակով պայմանավորված, որը կա Հայաստանում սահմանադրություն փոխելու համար։ Ես իհարկե չեմ պնդում, որ այդ քվեները փոխակերպվելու են սահմանադրական հանրաքվեի, ԱՅՈ-ի քվեի, բայց առնվազն այդքան մարդ 100,000-ով ավելի մարդ, քան անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների համար, նվազագույն շեմի համար, ավելի մարդ բաց է լսել մեր օրակարգերը, այսինքն առնվազն ես դա համարում եմ պատրաստակամություն, բացություն այդ քննարկման մեջ մտնելու։ Ես վստահ եմ, որ մենք հավելյալ քաղաքացիների նույնպես կկարողանանք ներգրավել այդ քննարկման մեջ եւ ես հույս ունեմ, որ ընդդիմությունը նույնպես ինչ որ պահի կհասկանա, որ իրեն նույնպես անհրաժեշտ է ստուգել մարդիկ աջակցում են սահմանադրության փոփոխությունների օրակարգին, թե ոչ, եւ եթե իրանք քաղաքական գործընթաց են ուզում, եթե իրանք ուզում են նորից ընտրական գնանք, բայց դուք շատ լավ ատեսեք, որովհետեւ ընդդիմությունը հենց ընտրություններից անմիջապես հետո հայտարարում էր, որ առնվազն քաղաքացիական պայմանագիրը չի ստացել սահմանադրական մեծամասնություն եւ այդ իմաստով իրենք խոչընդոտներ են։ Ես գիտեմ, որ իրանք մտածում են, թե մեզ համար խոչընդոտներ են ստեղծել, բայց այդտեղ երկու բաղադրիչ կա, նախ են, որ Ռուսաստանից հանրաքվե պահանջելով ենթադրում եմ քաղաքական գործընթացների ակնկալիք են ձևակերպում Հայաստանի ներսում խորհրդարանական ընտրություններից ընտրություն ընկած ժամանակահատվածում եւ ես կարծում եմ դա կարող է խրախուսել ընդդիմությանը աջակցել սահմանադրական փոփոխությունների օրակարգին։ Երկրորդն իրենք քաղաքական process չեմ բացառում, որ կուզեն, էլի, որովհետեւ սահմանադրական փոփոխություններ չանել նշանակում է, որ ընդդիմությունը մեկ էլ քաղաքական process մեջ հայտնվելու է 5 տարի հետո։ Իսկ դա իրանց ձեռնտու չի, գնանք ստուգենք, հարցնենք մարդկանց կարծիքները, ինչ խնդիր կա, եթե իրանք կարծում են, որ մարդիկ դեմ են այդ սահմանադրության փոփոխություններին, առավել եւս պետք է իրանք այդ նոր սահմանադրության առավել եւս իրանք ավելի մեծ էնտուզիազմով պետք է բանանեն, աջակցեն եւ ոչի քարոզ արշավանեն այնպես, որ տապալվի այդ օրակարգը մեկընդմիշտ, ինչ Թերագնահատում եք դուք նրանց, որովհետեւ այո, միշտ էլ հայտարարել են եւ շարունակում են հայտարարել, որ դա Ադրբեջանի պահանջն է։ Թող հելնեն քարոզ արշավին ասեն։ Ես չեմ կարծում, որ իրենք ոնց որ որոշում ունեն այդ հարցում եւ կամ որ իրենք են որոշողը այդ հարցում։ Լավ, Ուրսուլա ֆոն դեր Լայնի այցը տարածաշրջանային, ինչ եք կարծում, ինչ կտա այցը Ուրսուլա ֆոն դեր Լայնը նախ լինելու է Ադրբեջանում, ապա Հայաստանում, նախ ինչ օրակարգերի շուրջ են լինելու բանակցությունները եւ այստեղ եւս շոշափվելու է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացները։ Ենթադրում եմ հայտարարությունից տեսել եք օրակարգերը դրանից ավելի ոնց որ ընդլայնված հայտարարություն հրապարակային չկա։ Տիկին ֆոն դեր Լայնը 2 ամիս էլ չի անցել այն պահից, ինչ Հայաստանում էր ապրիլի սկզբին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ էլ իր հրապարակային խոսքը բավական ազդեցիկ էր Հայաստանի աջակցության առումով եւ իհարկե այս այցը ավելի գործնական է եւ գործնական քննարկման մասին է լինելու, որովհետեւ այն ժամանակ նախընտրական շրջաներ կառավարություն դեռ պետք է կազմավորվեր, որի հետ պետք էր խոսել, պետք էր իմանալ ովքեր են նրանք այդ ժամանակ մի քիչ ավելի ոնց որ սիմվոլիկ էր էլի այդ այցը ելույթի բովանդակություն եւ այլն, այս պահին կառավարությունը հնգամյա ժամկետ ունի իր աչքի առջեւ այդ օրակարգերը իրացնելու համար եւ ավելի գործնական պայմանավորվածությունների կարող է գալ, սա իհարկե նպաստելու է Հայաստանի տնտեսության բազմազանեցմանը, որի կապակցությամբ մեզ եվրոպացի գործընկերները արդեն իսկ մեծ աջակցություն են ցուցաբերել եւ իսկապես կուզենայի ոնց որ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրների ժողովուրդներին, ովքեր բաց եւ պատրաստական են եղել այդ կրիտիկական պահին ընդունելու հայկական մթերքները եւ ես վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ ժողովուրդների բացությունը, պատրաստակամությունը, ձեռք մեկնելը աջակցությունը, որովհետեւ այսպիսի ժամանակներում է երևում էլի ովքեր են բարեկամ ժողովուրդներ, ովքեր են բաց, ովքեր են պատրաստ աջակցել,
եւ ես նաեւ կարծում եմ որ կոմունիկացիաների հետ կապված խոսակցություն կլինի, որովհետեւ ես չգիտեմ, այս վերջերս հետևում եք նաեւ Եվրամիության բոլոր դերակատարները նախ շատ բաց են խոսում այն մասին, որ այդ արևելք արևմուտք բանը օթային միջանցքը պետք է դառնա նաեւ գետնի վրա միջանցք, որը այդ մանավանդ Իրանում իրադարձությունների ժամանակ բան եղավ էլի, այդ Հորմուզի նեղուցի փակվել է նկատի։ Հորմուզի նեղուցի փակվել է եւ նաեւ պատերազմական գործողություններ, որ տեղի ունեցան, ամբողջ օթային ճանապարհները տեղափոխվեցին հարավային Կովկաս եւ այդ ոնց որ այդ նկարը, որը բանը արտապատճանվել է հա Google-ի այդ օթային քարտեզից հաճախ հայտնվում է եվրոպական առաջնորդների խոսքի այդ ֆոնին ցույց տալով, որ մենք այստեղ ունենք միջանցք, միջին միջանցք, այսինքն որ ոչ բանը հարավ ոչ հյուսում, այլ մեջտեղում անցնում, միջին միջանցք արևմուտքը արևելքին կապող եւ այդ հնարավորությունը այս պահին ինձ թվում է եվրոպացի գործընկերները նախ իրանք շատ են շահագրգռված այս ճանապարհով երկրորդն էլ ոնց որ թե այս process-ներում մի քիչ հետ են մնացել Միացյալ Նահանգներից եւ կուզենային ավելի առաջանցիկ տեմպերով մասնակցել այս կոմունիկացիաների ապաշրջափակմանը եւ մենք ակնկալիքներ ունենք, որոնք լրջորեն կօգնեն այս հարցում նաեւ Trip նախագիծը նկատի ունեք։ Ոչ միայն trip նախագիծը, այլ նաեւ արևելք արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը, որը Հայաստանի հյուսիսով է անցնում, ոչ թե հարավով այսինքն դրա համար նաև կարիք կլինի Թուրքիայի ճանապարհը Թուրքիայի սահմանների բացումը, որը ես հույս ունեմ այս դեպքում լուրջ աջակցություն կլինի մեր գործընկերների կողմից, որովհետև մեզ համար այս պայմաններում, երբ որ մենք շրջափակված ենք եւ դեռ մեր այդ երակն էլ հա դեպի Ռուսաստան տնտեսական երակը նկատի ունեմ սահմանափակված է, մեզ համար կենսական անհրաժեշտություն է դեպի Եվրամիություն, դեպի արևմուտք այդ ճանապարհների բացումը եւ ես ակնկալում եմ, որ այստեղ մենք կունենանք դրական տեղաշարժեր։ Եվ կարևոր ընդգծում դեպի արևմուտք ճանապարհին ամենակարևոր կետերից մեկը դա այն է, որ Թուրքիայի հետ սահմանը պիտի բաց լինի։ Որովհետև մեր արևմտյան ուղին այդ աշխարհագրորեն քարտեզով այդ կողմով է գնում, բայց իրականում ավելի կարևոր բանը այս պարագայում տարածաշրջանային խաղաղությունը, որովհետև այն պահին, երբ որ տարածաշրջաններում խաղաղություններ չեն լինում, այդ ճանապարհները փակվում են բառից քաղաքական իմաստով, այսինքն դեպի արևմուտք, դեպի արևելք, դեպի հարավ եւ հյուսիս ճանապարհները ասում են նախ եւ առաջ օրակարգերի միջոցով եւ այդ օրակարգը խաղաղության օրակարգն է առանց խաղաղության առանց տարածաշրջանային խաղաղության ոնց որ այդ ճանապարհները այլևս ոչ ոքի պետք չեն լինելու եթե այդ ճանապարհների վրա նույնպես ռմբակոծություններ եւ պայթյուններ են լինելու ինչպես որ այն փակված արդեն հա ճանապարհների վրա որի այլընտրանքն ենք մենք հիմա դա ամենակարևորը այս պահին խաղաղություն փայփայելն է եւ սա մի կողմից խաղաղությունը այդ հնարավորություններն է բացելու մյուս կողմից այդ հնարավորությունները խաղաղության երկարաժամկետ ինստիտուցիոնալ երաշխիքներ են տալու իսկ այն սահմանափակումները որ կան ԵԱՏՄ-ի կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից, այդ փակ ճանապարհները ինչի մասին են խոսում, նկատի ունեմ այն գյուղմթերքը, որը օր-օրի ավելանում են այդ տեսակները, որոնց վրա արգելք է դրվում մուտք գործել ԵԱՏՄ շուկա։ Սա խնդիր չէ, սա օր-օրի էլ այլևս չեն կարող ավելանալ, որովհետև ամբողջությամբ բոլոր մթերքների համար այդ ճանապարհները փակ են, էլ ավելացնելու բան չի մնացել։ Դե ես կարծում եմ վարչապետի այդ վերջին կառավարության նիստի արձագանքները սպառիչ չէին, որովհետև ԵԱՏՄ-ն տնտեսության մասին է, եթե տնտեսական տեղաշարժը այլևս չի աշխատում, ուրեմն ինչի մասին է ԵԱՏՄ-ն։ Մենք արդեն գործարարներից ազդակներ ունենք, որովհետև գիտեք ԵԱՏՄ կարգավորումներով օրինակ ինչ որ բաներ թանկանում են, երբ որ ուրիշ շուկայից մտնում են ԵԱՏՄ, եւ սա լավ օրինակի համար կարող եմ ասել, օրինակ մեքենա ներմուծողները կարող են իմանալ, որ երբ որ իրանք մեքենա են բերում Վրաստանում շատ էժան է, Վրաստանից Հայաստան գրանցելու համար կրկնակի թանկանում է։ Էլի տես մթերքներ կան այդ թվում եւ առաջին անհրաժեշտության մթերքներ եւ այլն։ Այս ԵԱՏՄ կարգավորումները թանկացնում են ուրիշ տարածաշրջաններից ներմուծումն արտահանումը էժանացնում է ԵԱՏՄ-ի ներսում ներմուծումն ու էժանացումը եւ գործարարները, որոնք այլևս ԵԱՏՄ-ի ներսում է տեղաշարժի սահմանափակում ունեն ներմուծման ու արտահանման, արդեն իսկ ազդակներ են տալիս, որ միգուցե այն մյուսները էժանացնեք, այսինքն զուտ տեխնիկական, ֆինանսական հարց են բարձրացնում, ոչ քաղաքական, որովհետեւ
ԵԱՏՄ կարգավորումներից դուրս լինել նշանակում է մյուս շուկաների հետ ավելի ազատ եւ պակաս մաքսատուրքերով շրջանառություն անել եւ ես կարծում եմ այս ժամանակն է որ ԵԱՏՄ գործընկերները մտածեն այդ մասին առավել եւս երբ որ ԵԱՏՄ-ն մտածում են լայնվելու մասին արդեն ոնց որ ուրիշ երկրների են առաջարկում Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան առաջարկում են որ այդ տնտեսական շուկայի ընդհանուր տարածության մեջ մտնեն ես հույս ունեմ որ այդ մյուս գործընկերների աչքում ԵԱՏՄ-ն որպես քաղաքական պաշտոնգործիկ չի ընկալվում, այլ որպես տնտեսական ռացիոնալ միություն է ընկալվում, թե չէ հեռանկարների ինքն իր հեռանկարների համար պատկ կլինի։ Խնդիրը հարթվելու է, ըստ ձեզ։ Կարծում եմ այո։ Ես չգիտեմ ինչ են խոսել, բայց այդտեղ գալուց առաջ, եթե չեմ սխալվում, ես տեսա որ վարչապետը խոսել է Ռուսաստանի վարչապետի կամ փոխվարչապետի հետ չեմ բացել նյութը, տեսել եմ որ զանգատեղի ունեցել, ենթադրում եմ որ քայլ առ քայլ տարբեր ինստիտուտներ իրենց գործընկերների հետ կարծեմ վարչապետի հետ էր խոսել, տարբեր գործընկերներ իրենց գործընկերների հետ խոսելով ինչ որ կերպ կբացեն, որովհետև ի վերջո այդպիսի սպառնալիք չի լինում, էլի։ Այդ ոնց որ ասի ես ոտից կկրակեմ, եթե դու չանես ինչ որ բան, ոնց որ չի կարելի էլի սպառնալ օրինակ Հայաստանում, որ մենք քեզ հապկից կհանենք։ Այս տրամաբանությամբ շարունակվելու դեպքում հաջորդիվ Ռուսաստանը մեզ սպառնալու է, որ եթե ոնց որ ինչ որ բան մենք շարունակենք Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհը, իրանք ռազմաբազան կհանեն մեր երկրից եւ մենք կկորցնենք անվտանգությունը։ Դա սպառնալիք չի, կամ եթե շարունակեք այսպես, մենք այլևս չենք կառավարի ձեր երկաթուղիները, գնացեք ինքներդ էլ կառավարեք։ Ոնց որ չի լինում այդպիսի ռացիոնալ սպառնալիք, էլի, ինձ թվում է ինչ որ բայ Ռուսաստանը ոնց որ ինքը կվերանայի այդ մոտեցումները, որովհետեւ դա լավ պրակտիկա չէ։ Այսինքն դրանք պարզապես ըստ ձեզ սպառնալիքներ են այդ քայլին, ըստ էության Ռուսաստանը չի գնալու հասկանալով, որ դա մեր շահերից է բխում առաջ։ Ես ու կարծում ինչ որ քայլի գնալու, չեմ կարա դատողություն անեմ ինքը ինչ որ քայլի գնալու է թե չի գնալու, բայց ուզում եմ ասեմ դա բան չի, դա օգտակար չի։ Բայց սպառնալու իմաստը է դեպքում, որ հապկից կհանենք, կվերանայենք։ Դե փորձում են նաև տեսնել, որն է ավելի ազդեցիկ։ Ես չգիտեմ, կդժվարանամ ասել, բայց երևի այդ բանն է, էլի այդ բարդ փուտն է, որը մենք անվանում ենք տրանսֆորմացիոն, որը բարեբախտաբար կրկնեց Ռուսաստանի դեսպանը նույնպես ասեց տրանսֆորմացիոն։ Ինչ որ բաներ դեռևս լավ չենք հասկանում, ինչ անենք իրար նկատմամբ եւ իրար հետ, որպեսզի այդ խոսակցությունները որակյալ լինեն, կայանան։ Հայաստանի Հանրապետության նպատակը Ռուսաստանի հետ ամենևին թշնամանալ չէ, կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը չէ։ Մեր քաղաքական ուժի ռազմավարական հեռանկարում Ռուսաստանը մեզ համար նորմալ գործընկեր երկիր է, որովհետև շատ իրրացիոնալ եւ անտրամաբանական կլինի, եթե մենք ուզենանք մեր հարաբերությունները կարգավորենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց թշնամանանք Ռուսաստանի հետ, այդպես չի աշխատում։ Մենք ուզում ենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենանք, նորմալ դիստանցավորված, համաչափ հարաբերություններ ունենանք։ Ինչպես օրինակ ունենք Իրանի հետ։ Նույն հարաբերությունները ունենանք օրինակ Թուրքիայի հետ եւ Ռուսաստանի հետ, բայց գիտեք որ մեկի դեպքում չափազանց հեռու ենք, չնայած հարևան լինելուն, մեկի դեպքում չափազանց մոտիկ ենք, եթե Իրանի հետ համեմատությամբ նայենք, այսինքն այդ կայսրությունների ժառանգորդ պետությունների հետ նույն որակի հարաբերություններ ունենք, որպես փոքր պետություն ոնց որ Իրանի հետ ենք հարաբերում այնպես էլ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ, դա մեր պատկերացումը, բայց Պարզը որ այդ պատկերացումների ճանապարհին երբ որ ինչ որ կարծրատիպեր են կոտրվում, ինչ որ գործողություններ են արվում, դեռ բարթա միանգամից հա փոխել է իրանց համար, էլա բարդ, մեզ համար էլա երբեմն բարդ, պետք է այդ ժամանակը հոսի, այդ խոսակցությունները կայանան եւ այդ հարաբերությունները կարգավորվեն, որովհետեւ ես չեմ տեսնում խզված հարաբերություններ ապագայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, դա լավ հեռանկար չի Հայաստանի համար, լավ կլինի որ Հայաստանը նորմալ, որակյալ, գործընկերային առողջ հարաբերություններ ունենա Ռուսաստանի։ Իսկ առողջ հարաբերությունների մասին է ներկայիս փուլը, երբ ամենօրյա ռեժիմով տրանսֆորմացիայի մասին է։ Այսինքն սպառնալիքները, որ ամենօրյա ռեժիմով մենք լսում ենք Ռուսաստանի Դաշնությունից, դրանք տրանսֆորմացիայի մասին են։ Այո։ Ես կուզենայի, որ մենք միասին մտածեինք, ինչ է Ռուսաստանը ակնկալում Հայաստանից, որ ինչ կլինի։ Իսկ ինչ է ակնկալում եւ Հայաստանը օրինակ դուրս կգա հապկից, թե դուրս չգա։ Ինքը ուզում է, որ մենք դուրս գանք հապկից, թե մնանք հապկում։ Ես դա լավ չեմ հասկանում։ Երբ որ լսում եմ ռուս քաղաքական գործիչներին, լավ չեմ հասկանում։ Իսկ թվում է իրանք էլ լավ չեն ձևակերպել, որովհետեւ ոնց որ եթե ինքը ուզում է որ մենք մնանք իր հետ, դա չի բռնում այն մյուս տրամաբանությանը, որ ու մենք ընդհանրապես պետք չենք, թողեք, այտենց անպետք մնանք մեր համար։ Միձև յոլա գնանք։ Այսինքն այդ հակասական հայտարարությունների մեջ դժվար է կողմնորոշվել վերջը ինչն է։ Եվ ես կարծում եմ որ այս բարդ փուլը, մանավանդ այս հետընտրականն էլ մի քիչ անցնի, այս բարդ փուլը անցնելուց հետո մենք նորից կնստենք սեղանի շուրջ
նորից կառուցողական խոսակցություն կունենանք իրար հետ եւ ինչ որ որոշումների կհանգենք, չեն կալ չէ, հավերժ բան անել էլի, այտենց ինչ որ այս լարումը նույնիսկ արդեն մարդկանց վրա չի ասում, էլի։ Իսկ այն որ Ռուսաստանի Դաշնությունից դեռևս անգամ շնորհավորանք չի եղել, սա ցուցիչ չէ արդյոք, որ ըստ էության չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Ինչ որ պահի պետք է ասի կամ շնորհավոր կամ շրջանցի այդ թեման, ինչա դա այդքան կարևոր։ Դա կարևոր չի հայ-ռուսական հարաբերությունների վրա որևէ կերպ չի արտացոլվի։ Դե փոփոխության փուլը այդ մշակույթն էլ կփոխվի, դե չիլնի, ինչպես ասում են։ Չգիտեմ, ես չեմ համարում, որ դա կարևոր է։ Եվ վերջում քանի որ կուզենայի այդ չիլնի դրական նոտայի վրա ավարտել, բայց քանի որ Գալուզինը նաև հայտարարել է, որ Հայաստանի համար լավագույն լուծումը թրիփը իրագործելու լավագույն ճանապարհը այն է, որ Ռուսաստանը այդտեղ պիտի մասնակցություն ունենա, եւ Գալուզինը կրկին հիշեցնում է ռուս սահմանապահների գոյության մասին, կոնցենսիոն կառավարման մասին, սա ինչ է, որովհետեւ Ռուսաստանի մասնակցությունը թրիփին Ես կուզենայի հակերճ ասել, որ բոլոր հարցերը լուծելով կգնանք, որտեղ ինքն դեռ հարցեր է բարձրացնում, որոնք լուծման կարիք ունեն։ Որ թրեփի մասին չի, սահմանապահների մասին է այս խոսակցություն կամ բանի երկաթուղիների կոնցեսիո կառավարության մասն է, որոնք երկուսն էլ լուծման կարիք ունեն տարբեր հանգամանքների բերումով, տարբեր իրավիճակների բերումով եւ այդ հարցերը հետեւաբար լուծելով կգնանք, բայց թրիփ նախագիծը, եթե չեք մոռացել, դա Միացյալ Նահանգների հետ կարգաբան պայմանավորված նախագիծ է եւ իրար հետ ենք այդ համաձայնության եկել, բայց ես ուզում եմ հիշեցնել, անպայման հիշեցնել, իհարկե Գալուզին դժվար թե այս հարցազրույցին այն, բայց Հայաստան քաղաքացիներին հիշեցնեմ, որ ճշգրիտ նույն ճանապարհը, ճշգրիտ նույն կարգավորումներով առանց թրիփանվան չգիտեմ կարող է այդ դեպքում անպրիպ լիներ մենք առաջարկել ենք Ռուսաստանի գործընկերներին եւ խնդրել ենք օգնել իրականացնել այդ պրոյեկտը իրանք մեզ մերժել են որովհետեւ իրանք այդ կարգավորումներ այդ պայմաններով համաձայն չեն եղել այդ պրոյեկտը իրականացնել հետո մենք այդ պրոյեկտը առաջարկել ենք Միացյալ Նահանգներին ու Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել այդ պրոյեկտին մասնակցել ներդրումներ անել այդ պրոյեկտում եւ անվանակոչել այդ ճանապարհը նույնիսկ չգիտեմ ում առաջարկն է եղել մեր թե իրանք ոնց որ այդ աշխատանքը այնպես չի որ մենք միանգամից գնացել Միացյալ Նահանգների հետ ենք սկսել անել մենք Հայաստանի ինքնիշխանության իրավազորության տարածքային ամբողջականության ներքո ճանապարհ փոխադարձության սկզբունքով համաձայն ենք եղել ցանկացած մեկի աջակցությամբ ստեղծել այդ տարածքում բայց Ռուսաստանի գործընկերները ես չեմ կարողացել որ ուղիղ էս միտքը հնչելա բայց ըստ էության ավելի արտատարածքային միջանցքի հակված են եղել այդ ճանապարհի վրա եւ նաեւ այդ սահմանապահների մասին խոսակցություն գուցե նաեւ այդ բանն է էլի ակնարկն է պարունակում իր մեջ որին մենք համաձայն չենք եղել եթե իրանք այն ժամանակ համաձայն էին թրիփ նախագծի մասնակիցները իրանք կլինեին բայց երբ որ չեն համաձայնել հիմա արդեն Միացյալ Նահանգների հետ ենք համաձայնեցրել իրանք էլ ասում են չէ փոշմանել ենք տենց չի աշխատում էլի միջազգային հարաբերությունները մի քիչ ավելի բարդ բանական այս Գալուզինի հայտարարությունը Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հիշեցնեմ որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն էր կհանդիպենք